Վարչապետ ձեզ ամստահություն հայտնելու գործընթացը փորձում սկսել, չեմ հիշում թե որորդ անգամ։ Ինչ եք կարծում այս անգամ կհաջողեն եւ ձեր վերաբերմունք այս գործընթացին։ Գիտեք, ես ինչ պիտի մեկնաբանեմ։ Կանդիմությունը իր գործունեությամբ զբաղված թող զբաղվի, կհաջողի, թե չի հաջողի, իրենք թող մտածեն, ես կարծում եմ, որ չի հաջողի։ Կարծում եք պատճառներ չկան։ Սաղեր Կարապետյանի շուրջ երեկվա իրադարձությունից հետո նաև շատ թեմատիկներ ակնարկում էին, որ սա ուղղի Ռուսաստանից, այսպես ասած, հրահանգված է։ Դուք եք շարունակում պնդել, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ այս գործընթացները հենց Կրեմլից են, այսպես ասած, հրահանգում։ Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եւ ես չեմ կարող հավատալ, որ նրանք Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած, բայց ես նաեւ համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները եւ բոլոր հնարավորությունները կառավարել այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը։ Հարգելի լրագրողներ, պայմանավորվածության Դուք իմ հարցին չպատասխանեցիք արտահայտների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մենք ընթացքի մեջ է բնակարանա ֆորման ծրագիրը, աշխատանքի ծրագիրը եւ այլն սոցիալական առավել խոցելի խմբերին սոցիալական աջակցության ծրագիրը ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն Հայաստանի Հանրապետությունում աշխատանք ունեն, աշխատում են եւ ես համոզված եմ, որ նաեւ մեր աջակցությամբ նրանք կտնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք իրենց զգան մաքսիմալ լիարժեք, չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանք գտնում են իրենց հայրենիքում, իրենց տանը եւ քաղաքացիություն կստանան եւ իրենք վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ։ Շնորհակալ։ Ընտրեք պետության փողերով ստեղծել են նորաձևը շարժումը ֆինանսավորին ասկոսյան։ Մենք եթե այդ հարցը կարևորում էիք, ախր այք ընթացքում։ Այդ ազնիվ ներողություն է, չէ, ներողություն, բայց վերև մենք պայմանավորվեցինք, որ մի հարց եք, չէ՞ տալիս։ Դա ազնիվ չի։ Եթե ես այդ հարցին կպատասխանեմ, բայց ես ուղղակի ուզեցի այդ դիտարկումը անել։ Ուրեմն իմ գործունեության ցանկացած ձև, այսօր որ ես եկել եմ ազգային ժողով, հետո որ գնամ հետ ազգային ժողովից, այդ ամեն ինչը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, վարչապետի գործունեության շրջանակում։ Այն ինչ որ ես անում եմ կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում, դա համարում եմ իմ որպես վարչապետ գործունեության չափազանց կարևոր մաս։ Հակառակ դեպքում ես շաբաթ կիրակիները եւ նույնիսկ որոշ աշխատանքային օրերի աշխատանքային ժամեր չէի տրամադրի։ Ես հկա որ մի րոպե, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ խոսակցություն է, մեր ժողովրդի հետ խոսակցություն է։ Դա փակ, խորհրդապահական, այսինքն դա գաղտնիք չկա, բայց հանգիստ դահլիճային պայմաններում։ Դա Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության մի մաս է եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջետ։ Ընդ որում չի լինում, հեռախոսները հավաքում են։ Դա այդ գումարները վարչապետի գործունեության, արարողակարգային եւ այդ ծախսերի մեջ է, որը միշտ գաղտնի է եղել
եւ այդպեսին է։ Այսինքն դա ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանդիպումներին, որտեղ ես չեմ մասնակցում, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցում, դա պետական բյուջեի չի ֆինանսավորվում։ Այսինքն եթե դուք մասնակցում եք դալիճի վարձի մի մասը վարչապետի աշխատակազմն է դա։ Ես մանրամասները չեմ կարող ասել, բայց այնտեղ որտեղ ես եմ մասնակցում, այո։ Շնորհակալություն։ Այ, ոնց արտադրում են այն։